Մի հատ ներս արի։ Ինչ-որ բան ա պետք։ Մի հատ ճշտի օրդ լիակոտ է։ Եղավ։ Անձամբ դու ես ճշտելու։ Ամբույն։ Սմբատ։ Ոնց է Սեյդ ջան։ Լավ եմ, դու ինչ ես անում ստեղ։ Որոշեցի մի քիչ մաքրոջ ընչեմ։ Ճիշտ ասած մերին տարա տատիկի մոտ ու տես դուրս եկա քայլելու։ Քայլելու։ Հենց իր մտքովս անցնում։ Անընդհատ քո մասին եմ մտածում ու տեսա։ Բերդ Սմբատ, էլ ոչ մի բառ չասես։ Սպասի Սեյդ, մի փախի։ Սմբատ, ես պետքա գնամ։ Ուր ես ուզում գնաս։ Ես քեզ կտանեմ։ Ուզում ես մի քիչ միտեղ նստենք։ Հա? Մենակ գոնե մի քանի րոպե միասին ժամանակ անցկացնենք։ Չի համար։ Մեր համար։ Ոնց եմ քեզ սիրում։ Ու հենց այդ իմ սերն է, որ ինձ ստիպում է, որ քեզանից հեռու մնամ։ Թեկուզ ժամանակավոր։ Ես պետքա գնամ։ Սեյդ, մի գնա, խնդրում եմ։ Ես պետքա գնամ։ I'm your angel, so take my hand. Don't be scared, I know you do. Տեր Աստված, ինչի չեմ կարողանում մոռանալ ինչի։ So take my hand, oh, don't be scared, I know you do. Դու այստեղ ինչ գործ ունեիր։ Իսկ դու ինչ գործ ունես նրա հետ։ Հարցից չպատասխանեցիր։ Դու էլ իմ հարցին չպատասխանեցիր։ Գնանք մեքենաս են կողմում։ Լիդ ինչի չես վերցնում։ Որովհետև պետք չի։ Ինչի ով է զանգում, որ քննիչը։ Ալբերտի գործով զբաղվող քննիչը։ Քեզանից ինչ ա ուզում։ Ուզում ա հանդիպել։ Ինչ։ Հա, դրա համար էլ չեմ հարցնում։ Սպասի Լիդ, ուզում ա հանդիպել, ինչ, ուզում ես ասել։ Ես ոչ մի բան էլ չեմ ուզում ասել։ Մարդը ուղղակի իր համար կյանքի ընկեր ա փնտրում ու չգիտես ինչի որոշել է, որ ես հարմար տարբերակ եմ։ Դրա համար էլ զանգում ա։ Բայց դրանում ինչ վատ բան կա։ Չէ, դրանում ոչ մի վատ բան չկա, ուղղակի ես չեմ ուզում։ Բայց ինչի Լիդ, կարող է լավ մարդ ա, փորձի էլի։ Չէ, Գոհար, հիմա ժամանակը չի, որ այդ մասին խոսենք, հետո բացի այդ երեխեքն էլ են դեմ, մանավանդ Արամը։ Դրա պատճառով էր, հա, որ Արամը տենց անդրամադիր էր։ Երեխեն տեղը չէր գտնում։ Տեսնում ես։ Տեսնում եմ, բայց չեմ ուզում տեսնել, Լիդ։ Ոչ մեկ չի տուժի, Լիդ, եթե դուք փորձեք իրար լավ ճանաչել։ Չէ, Գոհար ջան, եթե ես փորձեմ, հետո էլ չեմ պոկվի։ Ընդհանրապես մի անգամ մեր շենքի մոտ տեսա, դե ասել էի, չէ, որ մեր հարևանն է։ Հետո առաջարկեց ինձ տուն ուղեկցել։ Ես էլ հրավիրեցի թեյ խմելու։ Հետո հայտնվեց խանութում, հետո Արամի հետ ա խոսել։ Ես ինչքան բան ա եղել, Լիդ, ու ես ոչ մի բան չգիտեմ։ Դե ես չէի ուզում քեզ ասեի։ Հիմա դու այն վիճակում չես, որ… Հա ճիշտ ես, վատ վիճակում եմ, բայց դե գիտես, չէ, եթե քո կյանքում փոփոխություն լինի, ես միայն ուրախ կլինեմ։ Իսկ ես այնքան ուրախ կլինեմ, որ Ալբերտը վերջապես հայտնվի ու դուք վերջապես միասին լինեք։ Այս մարդը չի հասկանում, որ ես չեմ ուզում խոսել։ Լիդ ջան, վերցրու պատասխանը, ես դուրս եմ գալիս։ Հանգիստ խոսի։
Ալո, Ինձ էլ թվաց նեղացել ես։ ինչի պիտի նեղանամ։ Ուղղակի պետք չի որ զանգես ինձ։ Չէ, տենց չեղավ Լիդա, այդ մեկը չեղավ։ Ես խնդրում եմ քեզ։ Դու ինձ խնդրում ես հեռու մնալ քեզանից, երբ մենք մեկս մյուսի կարիքն ունենք։ Մենք այդ մասին արդեն խոսել ենք։ Չէ, մենք չենք խոսել այդ մասին, Լիդա, մենք խոսել ենք պրոբլեմների մասին։ Այն պրոբլեմների, որ ես էլ ուզում եմ կողքիդ լինել, ուզում եմ օգնել քեզ, որպեսզի մենք հաղթահարենք այդ պրոբլեմները։ Բայց դու ինձ հարցրել ես, ես ուզում եմ մտնես դու իմ կյանք ու փորձես հաղթահարել իմ պրոբլեմները։ Լիդա, ես էլ եմ մենակ, դու էլ ես մենակ։ Մենք առաջին հայացքից հասկացանք իրար։ Հասկանում ես, ես այդ հայացքի մեջ տեսա այն ինչ որ փնտրում էի երկար ժամանակ։ Լիդա, ես այդ ամեն ինչի մեջ մխիթարանք գտա։ Մխիթարանք, բայց ոչ սեր։ Լիդա, սերը հետո է ծնվում։ Հասկացի, կարևորը համակրանքն ու ձգողականությունն է։ Կարևորն այն է, որ մենք մեկս մյուսին ձգում ենք, Լիդա, ու այդ տենց է, չասես, որ տենց չի։ Լիդա, դու հիմա տանն ես։ Չէ, Գոհարի տանն եմ դեռ։ Բարևի տիկին Գոհարին։ Անպայման։ Լավ, Լիդա, ես հիմա մի քիչ զբաղված եմ։ Հետո էլի քեզ կզանգեմ։ Միայն թե խնդրում եմ, հեռախոսդ մի քիչ արագ վերցրու, մի ստիպի էլի, որ համառորեն անընդհատ փորձեմ։ Լավ։ Ներսիսյան ջան, հիմա ինչ ենք անում։ Ամբողջ ճանապարհը առանց խոսելու եկանք։ Ինձ թվում է մենք խոսալու բան ունենք։ Իսկ ինձ այդպես չի թվում։ Անժելա, դու գոնե հասկանում ես, որ այդ մարդը շատ վտանգավոր է։ Դե նայած ում համար։ Ես քեզ արդեն ասել եմ, որ քո համար պատրաստ եմ ամեն ինչի։ Ու եթե հանկարծ Ալեքսանդրը քեզ նեղացնի, Ես հիմա այն տարիքում չեմ, որ որևէ մեկ ինձ նեղացնի։ Այստեղ տարիքի ինչ կապ ունի, հա։ Մենք ուղղակի ընկերներ ենք, նա հորս գործընկերն է։ Եվ ինչ էր քեզանից ուզում։ Ես նրա հայացքից պարզ հասկացա, որ քո հանդեպ անտարբեր չի։ Արի կլինի դու քո համար ավելորդ պրոբլեմներ չստեղծես, Արտյոմ։ Ես իհարկե շատ շնորհակալ եմ, բայց ես ինքս կարող եմ իմ հարցերը կարգավորել։ Ես ուղղակի չեմ ուզում, որ ավելորդ գլխացավանքի մեջ ընկնես։ Արտյոմ, Ալեքսանդրը շատ բարեկիրթ մարդու տպավորություն է թողնում։ Ես չեմ կարծում, որ որևէ խնդիր լինի, այնպես որ հանգիստ եղիր։ Ուղղակի հավատա, թե ինչ որ մեկը այս աշխարհում փորձի քեզ նեղացնի, իմացի որ կփոշմանի որ լույս աշխարհ եկել։ Ես չգիտեի, որ այս դարում դեռ ասպետներ կան։ Ամեն դեպքում շնորհակալ եմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։